Հարգելի գործընկերներ, այս նախագիծը վերաբերում է հետադարձ հիփոթեք ինստիտուտին եւ ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտին, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրություն։ Մենք ներկայացրել ենք նախագծի կարգավորման առարկաները, դրա դրույթները, ըստ էության ինչ ենք ասում, առաջարկում ենք օրենսդրորեն ամրագրել եւս մեկ հնարավորություն կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիների համար, որպիսի այն դեպքերում, եթե նրանք ունեն իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույք եւ ունեն ցանկություն ստանալու բանկից կամ վարկային կազմակերպությունից վարկավորում, ի ապահովում են իրենց պարտավորությունների, կարող են հետադարձ հիփոթեկով ծանրաբեռնել իրենց սեփական գույքը եւ մի նրբություն, որի տարբերություն գործող վարկային պայմանագրերի, քաղաքացիները իրենց կենթանության օրոք որևիցե պարտավորության մարում չեն կատարելու։ Այսինքն ստանալու են որոշակի պարբերականությամբ, ենթադրենք ամսական կտրվածքով եկամուտներ այն արժեքից, որը կգնահատվի, որի արժեքը կորոշվի իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից եւ արդեն մնացած իրավահարաբերությունները, այն է պարտավորությունների մարումը, այդ թվում մայր գումարները, այդ թվում տոկոսները եւ այլն կկատարվեն միայն քաղաքացու մահից հետո։ Մյուս ինստիտուտը ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը ուղղված էր ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքին եւս մեկ առանձնահատուկ կարգավիճակին տալուն, եթե ամուսինների միջև կա փոխադարձ համաձայնություն եւ եթե նրանք ունեն նման ցանկություն։ Այս դեպքում ընդհանրապես ամուսիններից մեկի մահից հետո համապատասխան անշարժ գույքը չի ներառվի ժառանգության զանգվածում եւ երկրորդ ամուսինը ըստ էության ամբողջությամբ կդառնա սեփականատեր եւ երկրորդ ամուսնու մահից հետո նոր հնարավոր կլինի այդ գույքը ներառել ժառանգության զանգվածում եւ դա բաշխել օրենքով սահմանված կարգով, օրենքով սահմանված ժառանգների միջև։ Նախագծերը առաջինից երկրորդ ընթերցում ենթարկվել են որոշ փոփոխությունների։ Առաջնահերթ կցանկանամ նշել, որ դրանք հիմնականում էլի ուղղված են եղել մտքերի հստակեցմանը եւ որոշակի շտկումներ կատարելուն, սակայն մենք ստացել ենք նաեւ պատգամավոր Ծովինար Վարդանյանի առաջարկությունը նախագիծը ավելի պատրաստ գործնական կյանքի կոչելու համար մի փոքր հետաձգել դրա ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչը ընդունելի է եղել մեզ համար եւ մենք ամրագրել ենք, որ նախագծերը ընդունվելուց հետո կմտնեն ուժի մեջ միայն 2027 թվականի հունվարի 1-ից, սա եւս մեկ հնարավորություն կտա պարարտ դաշտ, պարարտ հող նախապատրաստելու, որպիսի իրավական ակտերը արդեն ուժի մեջ մտնելու պահից նաեւ գործնականում հնարավորություն լինի այս ինստիտուտները փաստացի իրագործելու։ Շնորհակալ եմ շատ, խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն, Տիկին Հազան, հարց ունեք։